Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ինչ ես եկել։ Չի կարա չկայի։ Ախր չեմ ուզում, որ քո համար ավելի դժվար լինի։ Քո համար էլ հեշտ չի։ Բայց ես քո մասին եմ մտածում։ Ես էլ քո մասին չի կարա չմտածեի։ Մի կողմից դու ես, մյուս կողմից էլ պապաս։ Էլկա, դեռ ուշ չի, կարող ես գնալ։ Չեմ ուզում, որ դժվար լինի քո համար։ Չեմ կարող։ Ավելի լավ այլ չխոսենք։ Չեմ ուզում, որ հիմա էլ դու խնդիրներ ունենաս։ Ոչ մի բան մի ասա։ Երկուսիս համար էլ հեշտ չի, դժվար է։ Ու գիտենք, թե ինչ է լինելու վերջում։ Իսկ այդ սաքուն չեկավ, ինքը եթե գար, կարող է մի բան փոխվեր։ Չէ, չկա։ Երևի բարին էլ է դա։ Տենց մի ասա, խնդրում եմ։ Ախպերս, դատախազը ուշադիր ձեզ անայում, այդ հայացքները հիմա պետք չի, ամենայն դեպս նենց անենք, աչքի չընկնենք։
Ռեբեկան չեկավ, հա։ Չէ, բալես, Ռեբեկայի վիճակը լավ չի։ Որքան էլ փորձում է ուժեղ երևալ, միևնույն է, ինքն էլ տանջվում է պատմության պատճառով։ Ոտքի, դատարանն է գալիս։ Պատմեք, ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչու եք սպանել Միսակին։ Ես չեմ հրաժարվում իմ մեղքից, հա ես եմ սպանել Միսակին, բայց դիտավորություն չի եղել, ես մտադրված չեմ գնացել սպանելու կամ վնասելու, գնացել է որ խոսայի հետը, խոսքից խոսք բացվեց ու ես խփեցի Միսակին, ինքը ընկավ ու գլուխը խփեց։ Ու այդպես թողեցիք ու հեռացաք։ Հա։ Իսկ մեռնողին անօգնական թողնելը նույնպես առանց դիտավորության է կարել։ Մեղադրյալի հանդեպ հոգեբանական ճնշում մի գործադրեք։ Շարունակեք։ Լավ, ասում եք պատահական է եղել։ Բայց սովորաբար եթե մեկին պատահական վնաս են հասցնում, փորձում են օգնություն ցույց տալ։ Դուք այդ բանը չեք արել։ Բացի այդ կա արձանագրված փաստ, 2 հեռախոսազանգ, որը կատարվել է նույն ժամանակահատվածում սպանվածի հեռախոսի վրա, ձեր հեռախոսից։ Այստեղից ես հետևություն եմ անում, որ դուք ծրագրված սպանություն եք պլանավորել։ Ու եկեք չմոռանանք նաև այն փաստը, որ ձեր ու սպանվածի հարաբերությունները մեղմ ասած լարված էին։ Բացի հին խնդիրները դուք ունեցել եք նաև նոր, ոչ պակաս մեծ խնդիր։ Դրա ապացույցն է սպանության վայրում գտնված գողոնը։ Այդ գողոնը դուք փորձել եք իրացնել ձեր որդու Արմանի միջոցով։ Արմանը ոչ մի բանի հետ կապ չունի։ Ոստիկանությունից ստացված փաստաթղթերը լրիվ ուրիշ բան են փաստում։ Մենք ստուգել ենք Արմանի հաշիվները, բացի այդ կան փաստարկներ, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս, որ դուք գործել եք միասին ու կրկնում եմ, գործել եք ծրագրված։ Ես չեմ հրաժարվում իմ մեղքից։ Մենք Միսակի հետ հին հաշիվներ ենք ունեցել, բայց այդ առիթ չի, որ ես իրան սպանեմ։ Նորից եմ կրկնում։ Արմանը ոչ մի բանի հետ կապ չունի։ Հա ես եմ զանգել։ Հա ես փախել եմ, ամեն ինչ ընդունում եմ։ Բայց այդ չի նշանակում, որ պլանավորած ա եղել ամեն ինչ։ Արմանը ոչ մի բանի հետ կապ չունի։ Ինքը իմացել այն ժամանակ, երբ որ ես իր հաշվի համարի վրա փող եմ փոխանցել։ Ինքը դեմ էր, ամեն ինչ ես եմ արել։ Ես հասկանում եմ ձեզ։ Դուք հայր եք, պիտի պաշտպանեք ձեր որդուն։ Բայց եկեք ընդունենք, օրենքի առաջ բարեկամական կապ գոյություն չունի։ Այդ ամեն ինչը ես եմ հասկանում, հա ես հայր եմ, բայց այդ չի նշանակում, որ ին ոչ մի խոսքին չպետք է հավատալ։ Արմանը ոչ մի բանի հետ կապ չունի, նորից եմ ասում։ Այդ փողը Միսակն է փոխացել, որովհետև ես եմ ուզել, որովհետև ինքը ինձ պարտք էր։
Արմանը հենց սկզբից էլ դեմ ա եղել։ Ինքը ասում էր, որ այդ փողերը հետ տանք։ Ես գնացել եմ Իսակեստուն հենց դրա համար, որ այդ փողերը հետ տանք, ու հենց կռիվը դրանից ա սկսվել։ Պարոն դատավոր, ձեզ ներկայացված փաստաթղթերի մեջ կա քաղվածք բավականին մանրակրկիտ գողացված փողի մասին։ Ես չգիտեմ, թե դուք ինչ եք գրել այդ թղթերի մեջ։ Ես ասում եմ, այն ինչ կա։ Պահպանեք հանգստություն։ Մեղադրյալին ես էլ հարցեր չունեմ, բայց կխնդրեմ հիմա հրավիրենք իմ առաջին վկային, որ ինչպես արդեն հասկացաք, ոչ միայն վկա է, այլ նաև կասկածյալ։ Խնդրեմ։ Այս արդեն լավ չի։ Արման, դուք գործով վկա եք, բայց չնայած այն բանին, որ դեպքի օրը գտնվել եք քրեակատարողական հիմնարկում, այս գործով նույնպես կասկածյալ եք։ Ես չեմ հասկանում, դուք ինչ չեք լսում։ Հենց տպավորությունն է, որ անպայման Արմանին ուզում եք մեղավոր դարձնեք։ Լռություն դահլիճում։ Շարունակեք։ Շնորհակալ եմ։ Ինչպես ու երբ գտար Մարմինը։ Բանտից դուրս գալու օրը։ Դուրս եմ եկել ու գնացել եմ մոտ։ Գնացիք համոզվեք, որ մահացել է։ Չէ, ես այդ դեպքի մասին չգիտեի։ Գնացել էի մոտը, որովհետև հետը խոսելու բան ունեի։ Ինչքան ես տեղեկացված եմ, դուք մտերիմ չեք։ Դե հա, երբեք էլ մտերիմ չենք եղել։ Ես ուղղակի Սարվյանից տանը աշխատում եմ որպես վարորդ։ Մտերիմ չեք, բայց բանտից դուրս գալուց միանգամից գնում եք նրա մոտ։ Ինչ հրատապ բան ունեիք քննարկելու, ինչ պիտի խոսեիք։ Գնացել էի, որովհետև ուզում էի իմանալ տպարանի գումարը փոխանցվել է թե ոչ։ Այդ գումարը կարար հետ փոխանցեր մենակ Միսակը։ Իսկ ես ուզում էի ճշտել, բայց գնացի ու տեսա, որ մահացած է։ Երբ դիակը գտաք, ինչու չհազանգեցիք ոստիկանություն, կամ ասենք շտապօգնություն չզանգեցիք։ Իմաստ չկար։ Ինքը արդեն վաղուց մահացած էր։ Ինչ գիտեք։ Մահվան լուրը երբ եք իմացել։ Այդ պահին, երբ որ գնացել եմ մոտ։ Դուք մասնագիտությամբ ով եք Արման։ Չհասկացա։ Դուք պնդում եք, որ սպանության հետ կապ չունեք։ Մահվան մասին իմացել եք արդեն տեղում, երբ դիակը հայտնաբերել եք։ Ոնց որոշեցիք, որ նա վաղուց մահացած է։ Երբ Մարմինը գտնում է ոչ մասնագետ մարդ, բոլորովին տրամաբանական չի, որ նա որոշի դիակը հին է, թե ոչ։ Առարկում եմ, պարոն դատավոր։ Դիակը 2 օր իր բնակության վայրում փակված է եղել։ Գուցե դիակի հետ կապված ժամանակացույցը հնարավոր չէր որոշել, բայց այն, որ մարդու առջև դիակ է, կարծում եմ որոշել կարելի էր։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ վկայի հանդեպ ավելորդ ճնշում է գործադրվում։ Առարկությունը ընդունված է։ Շարունակեք։ Շնորհակալություն։
Պարոն դատավոր, հարգելի դատարան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Արմանը գտնվում է պայմանական ազատության մեջ, քանի որ ինչ-ինչ պատճառներով տուժող կողմը չկա։ Առաջին հայացքից սա ոչ մի կապ չունի մեր գործի հետ, բայց ուզում եմ փաստել, որ Արմանը առանձնապես կարգապահությամբ չի փայլում։ Նրա նկատմամբ գործ կա հարուցված, մեղադրանք, ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, անգամ մահափորձ անելու համար։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Արմանը ոչ մի բանի հետ կապ չունի։ Իմ տղու գլխին սարքել են, ոնց որ հիմա դուք եք սարքում։ Կարգի հրավիրեք ձեզ։ Գարիկ նստի, դու հիմա ավել ես բարդացնում վիճակը։ Բա ինչ անեմ։ Նստել ես ու ոչ մի բան չես անում։ Հարցերը այսպես չեն լուծվում, Գարիկ։ Լռություն պահպանեք դահլիճում։ Կներեք։ Դե ապրես, Ռեբեկա ջան։ Մեռա զանգելով դու էլ չես պատասխանում, դուրս ես եկել մաքուրոթին նստել ես, հա քո համար։ Ինձ էլ թվաց էլ արդեն ոչ ուզում ես ինձ տեսնես, ոչ էլ ձայնս լսես։ Ռեբեկա ինչ է եղել։ Ինչ ես եկել։ Ասում եմ ինչ է եղել։ Արամ, խնդրում եմ կլինի գնաց։ Բնականաբար չի լինի, ինչ ես լացում։ Կարաս բացատրես հասկանամ։ Արամ, ես հիմա ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ հավես ունեմ քո հետ կռվելու, ուղղակի խնդրում եմ գնա էլի։ Իսկ քեզ ինչ հատվում, որ տեսնում եմ լավ չես, պիտի քեզ թողնեմ մենակ ու գնամ։ Բայց քեզ ինչ, ես լավ եմ թե վատ։ Կասեի, գիտես։ Ուղղակի հիմա հեչ այդ պահը չի։ Արամ, իրոք ուզում եմ մենակ մնալ։ Խնդրում եմ էլի գնա։ Տանը մենակ ես։ Հա, մենակ եմ։ Բա առավել եւս ոնց ես պատկերացնում, որ թողնեմ քեզ այս վիճակում ու գնամ։ Եթե տանը մարդ լիներ գոնե, հանգիստ կլինեի։ Բայց չէ, քեզ sense չեմ թողնելու գնամ։ Կգամ կողքդ կնստեմ, ուզում ես ոչ մի բան չեմ խոսա, չես էլ նկատի որտեղ եմ, բայց ես պիտի քո կողքին լինեմ։ Մարդուն ծեծել, մահվան հասցնել, գնալ հիվանդանոց, ահաբեկել, սպառնալ, գողություն անել մի տնից, որտեղ աշխատում ես ու վերջապես դառնալ կազմակերպված սպանության մասնակից։ Այս ամենը Արմանի մասին։ Չկա նման բան։ Ասածներից եւ ոչ մեկը իմ հետ կապ չունի։ Հա, ես գնացել եմ հիվանդանոց, բայց ոչ ահաբեկելու եւ ոչ էլ սպառնալու նպատակով։ Պարոն դատավոր, ձեզ ներկայացված նյութերում կա տեսանյութ եւ իհարկե Սարգիսի ցուցմունքային մասին, որ Արմանը այնուամենայնիվ նրան սպառնացել է։ Ես կարող եի հավատալ մեղադրյալի այն պնդումին, որ իր որդին այս գործի հետ կապ չունի, եթե իհարկե Արմանը օրենքի հետ խնդիրներ չունենար։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Սերգո Սարոյանը թուղթ է ներկայացրել, որ բողոք չունի գողության մասով։ Գուցե հավաստի լինեին այսքան պատահականությունների շարքը, եթե իհարկե Արմանը օրինակելի կյանք վարեր, բայց եկեք փաստենք, որ Արմանը հիմա գտնում է շատ շահեկան դիրքում։ Մի կողմից նրա հայրն է, որը իհարկե մեղադրանք չի ներկայացրի իր որդուն, իսկ մյուս կողմից էլի մի մարդ, որ նրան համարում է որդի։ Գուցեև այս բոլոր փաստերը կապ չունեն այսօրվա ու այստեղ քննվող գործի հետ, բայց որպեսզի վկայի կասկածյալի
ամբողջական կերպարը հասկանանք, պետք է հաշվի առնենք բոլոր փաստերը ու հանգամանքները։ Անձամբ ես կարծում եմ, որ նաև նախորդ գործի տուժողի անհետանալը հենց այնպես չի եղել։ Այսինքն Հարգելիներս, Արմանի մեջքին կանգնած են բավականին լուրջ մարդիկ ու ինչ որ խեղճ տուժածի բերանը փակելը այնքան էլ դժվար չէր։ Առարկում եմ, պարոն դատավոր։ Այս երկու գործը իրար հետ ընդհանրապես որևէ կապ չունեն։ Դատախազը իր խոսքի մեջ անուղղակի մեղադրում է Սերգո Սարոյանին, վկային, պաշտպանյալին կատարած հանցագործության մեջ։ Բոլորս էլ այստեղ հասկանում ենք, որ առաջին գործը բարդացնում է վկայի վիճակը։ Բայց արդյոք արժե գույները էլ ավելի խտացնել, կամ բոլորին խառնել իրար։ Առարկությունը ընդունված է։ Պահպանեք մասնագիտական կոռեկտությունը։ Շարունակեք։ Պարոն դատավոր, հարգելի դատարան, դատապարտյալը խոստովանեց, որ ինքը հանցագործություն է գործել։ Եկեք փաստենք, որ Արմանը որոշել է իր հոր աշխատանքը ավարտին հասցնել։ Այսինքն փախչի սպանվածի աղջկա հետ։ Հետևաբար կարող ենք ենթադրել, որ հոր գործը որոշել է ավարտի զավակը ու թիրախ է դարձրել սպանվածի աղջկան, Էլկային։ Իբր ինչ եք խոսում։ Էլկան ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունի։ Այս ամեն ինչը այս պատմության հետ կապ չունի։ Այդ դեպքում ինչու չես ասում, որ դին գտնելուց առաջ ու հետո եղել ես Էլկայի հետ։ Ինչու ես թաքցնում այդ փաստը։ Ինչու հոր մահվան մասին իմանալուց հետո աղջկան տեղյակ չես պահել ու դա դեռ քիչ է, փորձել ես նրա հետ փախչել։ Եթե սա միտում չի, ապա ինչ է, Արման։ Պարոն դատավոր, հարգելի դատարան, ինքներդ էլ տեսնում եք, թե ինչքան փոքր ու մեծ փաստեր ու այսպես կոչված զուգադիպություններ կան, որոնք խոսում են կասկածյալի դեմ։ Անձամբ ես գտնում եմ, որ այստեղ միտում կա։ Շատ լավ ծրագրված սպանություն։ Էլկա ջան, լավ չես։ Սարա ջան, գնա ջուր բեր, հա, խնդրում եմ բալես։ Իմ ամեն բերած փաստարկին առարկում եմ, որ նախորդ գործը սրա հետ կապ չունի, բայց եկեք ընդհանրացնենք պատկերը։ Մեղադրյալը սպանվածի հետ ունի վաղեմի թշնամանք, շատ լուրջ թշնամանք։ Որդին կապ է հաստատում սպանվածի աղջկա հետ ու փորձում փախչել նրա հետ։ Սա էլ պետք է փաստենք։ Վերջի վերջո հյուրանոցի միջադեպը Արմանին բանտարկում են ու հիանալի առիթ է գործը ավարտին հասցնել, որովհետև Արմանն ունի այնպիսի ալիբի, որի առկայության դեպքում նրան ոչ ոք չի կասկածի։ Դուք ես ինչ եք անում։ Սարյանը իբր իր փաստաբանին ուղարկել է, որ Արմանին պաշտպանի, հա? Բայց մի կողմից էլ ամեն ինչ անում եք, որ Արմանը իմ հետ պատասխան տա, չեղած բանի համար։ Մեղադրյալը սպանում է Միսակին, նրա դիակը թաքցնելով իր իսկ տանը, իմիջայլոց դուրը դրսից կողպված է եղել։ Արմանը իր հերթին որոշում է ավարտել իր հոր սկսած գործը ու փախչել սպանվածի աղջկա հետ, ով գաղափար անգամ չուներ, որ շատ ազնիվ ու սիրալիր սիրեցյալ հանդիսացող Արմանը իր հոր սպանությունը կազմակերպողներից մեկն է։ Գարիկը անշուշտ մեղավոր է, բայց եկեք փաստենք, որ առանց Արմանի օգնության նա ոչինչ անել չէր կարող։ Ու ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ մենք գործ ունենք շատ լավ ծրագրված սպանության հետ։ Սարոյաններին ու Գարիկին կապող օղակը Արմանն է։ Առարկում եմ, պարոն դատավոր։ Առարկությունը չի ընդունվում։ Ուղղակի մի հատ բան եմ ուզում հարցնել։ Մենակ այդ պատասխանի, հետո երբ ուզես այդ ժամանակ կխոսեմ։ Ասա։ Նեղացրել են քեզ։ Հա, Ռեբեկա, հարցնում եմ, նեղացրել են քեզ։
Ես եմ նեղացրել ու շարունակում եմ նեղացնել։ Ում։ Հորս, քրոջս։ Հենց հիմա դատարանում հորս սպանության գործով դատնագնում, իսկ ես չեմ կարող այնտեղ ներկա գտնվել։ Որովհետև փաստորեն այդքան ուժեղ չեմ։ Որովհետև ինչքան էլ արդարություն ուզեմ հորս մահվան համար, բայց ինձ համար միևնույն չի, որ քույրս ա դժբախտանում։ Ես չեմ ուզում, որ այդ ամեն ինչի պատճառով անմեղ մարդը մեղավորի հետ պատժվի։ Ամենաբարձրը ես եմ գոռում արդարությունից, բայց հիմա երբ դատարանում այդ մարդուն դատում են, ես չեմ կարողանում հանգիստ նստել։ Ես չգիտեմ ինչի եմ այս ամեն ինչը քեզ ասում, ես չգիտեմ թե ինչի ես դու մնացել ստեղ ու լսում ես այս ամեն ինչը։ Ես իրոք արդեն խելագարվում եմ, ես չգիտեմ ինչ անեմ։ Ու միևնույն է, անկախ դատավարության արդյունքից ես երբեք էլ չեմ կարող հանգիստ խղճով ապրել։ Խնդրում եմ փորձի հավաքել քեզ, հանգստացի։ Հեշտ ես ասում, Սարա։ Սար, ոնց հանգստանամ։ Սկզբում մտածում ենք, որ մեղադրելու են մենակ նրա համար, որ իմացել է ու լռել է։ Հիմա նույնիսկ մեր սերը հանցանք դարձրին, Սարա։ Ես գիտեմ, որ ինքը մեղավոր չի, դու էլ գիտես։ Մենք բոլորս գիտենք Արմանին ինձ ինչքան է սիրում, բայց ինքը չի էլ փորձում իրան պաշտպանի, հասկանում ես։ Սարա, ես ոնց հանգստանամ։ Էլկա։ Բոլորս էլ գիտենք Արմանը ով է, բոլորս էլ գիտենք, որ այն ինչ հիմա կատարվում է սխալ է, բայց դատը դեռ չի ավարտվել, միգուցե դեռ ինչ-որ հույս կա, կորած չի ամեն ինչ։ Այս ամեն ինչի մեջ մեր ամենամաքուր զգացմունքն էլ հանցանք դարձրին, Սարա։ Այդ հյուրանոցի դեպքն էլ մատի փաթաթան են դարձրել։ Եթե գոնե այդ սա քոն գա նորմալ վկայություն տա, կարող է Արմանի վրայից այդ գործը հանենք, Սարա։ Հիմա էլ ասում են, որ Արմանը դիտմամբ է այդ տղային ծեծել, որ ալիբի ունենա, հասկանում ես։ Սարա, ես ոնց հանգստանամ, էս է արդարությունը, հա։ Էլկա գիտեմ, ահավորը։ Բոլորս վատ վիճակում ենք, բայց այս պահին ամենավատ վիճակում Արմանն է։ Հիմա ինքը մենակ քո մասին է մտածում, հաստատ անկարողությունից տեղը չի գտնում։ Դրա համար խնդրում եմ քեզ, փորձի հավաքել քեզ, խնդրում եմ, հանգստացի, որովհետև կարող է հիմա քեզ էլ կանչեն վկայություն տալու։ Արի ներս գնանք։ Հա, Սար։ Արմանը անգամ իմ անունը չի տվել, որ ինձ պաշտպանի։ Բայց ես գիտեմ էդ էլ են իրա դեմ օգտագործելու, Սարա։ Ես պիտի ինձ հավաքեմ։ Ուր ես կորել գոր։
ես գնացել եմ ու տեսել եմ դիակը։ Ես պետքա զանգեի, զգուշացնեի, ասեի, բայց չեմ արել, շփոթված դուրս եմ եկել այնտեղից, բայց դա ինձ հանցագործ չի դարձնում։ Իսկ ես ու Էլկան մենք իրար շատ ենք սիրում, ու մեր ծնողների հարաբերությունները կամ իրար մեջ եղած խնդիրները ոչ մի կապ չունեն մեր հետ։ Ճիշտ է, մահացածի հետևից ոչինչ չեն ասում, բայց ես հասկանում եմ, որ ինքը ոչ կարա հերքի իմ ասածը, ոչ հաստատի, բայց եթե ինչ-որ բան է տեղի ունեցել, ուրեմն երկուսն էլ իրենց մեղավորության բաժինը ունեն։ Արման, դու հանգուցյալի հետ ինչ հարաբերություններ ես ունեցել։ Պաշտոնական։ Ես այդ տանը աշխատում եմ որպես վարորդ ու իմ շփումը հիմնականում Սարոյանի հետ է։ Ու հետո ես այդ տանը 1000 անգամ հաց եմ կերել ու ես չէի կարա ուրանայի այդ ամեն ինչը, ինչքան էլ որ հայրս Միսակի հետ խնդիրներ ունի։ Պետք չի բոլորին նույն արշինով չափել։ Իսկ Էլկայի հետ ուր եք պատրաստվում գնալ։ Նկատի ունեմ դա փախուստ էր, թե Արման։ Մենք չենք փախնում։ Ուղղակի Արմանը դուրս էր եկել բատից ու մենք որոշել էինք նշել այդքան բան։ Լրություն դահլիճում, այլապես ստիպված կլինեմ ընդհատել դատը։ Պարոն դատավոր, ուզում եմ տեղեկացնել, որ այս գործով գլխավոր վկան չի ներկայացել դատարան։ Նա ծանուցվել է, իր տուն ծանուցում է ուղարկվել, բայց պատասխան այդպես էլ չենք ստացել։ Հաշվի կառնենք։ Ես այլևս հարց չունեմ։ Հաջորդ վկային ենք հրավիրում Էլկա Արեյան։ Պարոն դատավոր, ներեցեք, որ ընդհատում եմ։ Մինչ հաջորդ վկային այստեղ հրավիրելը, թույլ տվեք մեկ նոր վկայի կանչել այստեղ, որի դեպ ցուցակում չկա։ Պարզապես կարծում եմ, որ իր ցուցմունքը այս դատավարության համար անչափ կարևոր կլինի, եթե թույլ կտաք։ Թույլ եմ տալիս։ Սարգիսն է, ում իբր ծեծելու համար Արմանի գործն այսքան բարդացնում են։ Հիմա հասկացա։ Հուսանք, որ կօգնի գործի ընթացքին։ Հաստորեն գորը գտել է Սարգիսին։ Հիմա ամեն ինչ կամ դեպի լավը կգնա, կամ էլ հակառակը։ Ինչ ես այդպես ասում։ Սարա, դու վստահ ես, որ այս տղան հիմա այնպիսի ցուցմունք է տալու, որը որ Արմանին կպաշտպանի։ Ես վստահ չեմ։ Որտեղից ես գտել սրա։ Հետո կասեմ։ Պարոն դատավոր, Սարգիսային տուժածն ում գործով ձերբակալվել է Արմանը։ Իդեպ այդ գործի մասին այսօր բազմիցս այստեղ խոսվել է։ Երկու գործը իրար հետ կարծես թե որևէ առնչություն չունեն, բայց այնուամենայնիվ խնդրում եմ լսել Սարգիսին, քանի որ առաջին գործը Արմանի վրա բավական լուրջ ազդեցություն է թողնում։ Ձեր թույլտվությամբ կրկին։ Խնդրեմ, կարող եք սկսել։ Շնորհակալություն։